Բարև ձեզ, փոխնակմոր և դոնորական ծառայություններից օգտվելու նպատակով պետությունը շարունակում է փոխհատուցում տրամադրել այն ընտանիքներին, որոնք ունեն զոհված զինծառայող և ցանկություն նոր երեխա ունենալու։ Հաջողության ծրագրի պայմանները քննարկելու ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, կենսաթոշակային և այլ դրամական վճարների վարչության, ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մարգարյան։ Պարոն Մարգարյան, թեպետ վերջերս կառավարության նիստերից մեկի շրջանակում հաստատվեց նոր փոփոխություններ աջակցության ծրագրի շրջանակում, բայց մինչ փոփոխություններին անդրադառնալը, որոնց մասին կխոսենք, սկսենք նրանից, թե որ ընտանիքները կարող են դիմել աջակցության ծրագրից, արդյոք կան որոշակի պայմաններ։ Շնորհակալություն, ուրեմն դեռևս 2022 թվականից ընդունվեց համապատասխան կառավարության որոշում, 64 որոշում, որը սահմանվեց, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ծնողները, եթե ցանկություն ունեն ձվաբջիջ եւ փոխնակմոր ծրագրից օգտվելու համար, կարող են դիմել եւ ստանալ փոխհատուցում։ Եվ այսօրվա դրությամբ համապատասխան ծրագիրը դեռևս շարունակվում է, որովհետեւ շատ են այն ծնողները, որոնք ցանկանում են ունենալ բալիկներ, այս կամ այն պատճառով նրանք չեն կարողանում ինքնուրույն ունենալ եւ կառավարությունը շարունակում է աջակցել։ Պարոն Մարգարյան, եթե կա ընտանիքում այլ զավակ կամ տարիքով ավելի մեծ են, կա ինչ-որ սահմանափակումներ, որոնք կարող են խանգարել։ Ոչ, զոհվածի քույր կամ եղբայր ունենալը կամ տարիքային սահմանափակում չկա, դա ընդհանրապես գալիս է նրանից, որ զոհվածի ծնողները ցանկանում են ունենալ նոր երեխա, այո, ընդհանրապես։ Երբ ասում ենք, որ պետությունը աջակցում է փոխհատուցում տրամադրելով, երկու տարբերակ են առաջարկում՝ փոխնակմոր ծառայությունից օգտվել կամ դոնորական ձվաբջիջ։ Երկու դեպքում էլ պետության մասնակցությունը ինչ չափի է։ Ուրեմն երկու դեպքում էլ պետության մասնակցություն կա եւ սահմանված այն առավելագույն չափը, ինչը որ մենք փոխհատուցում ենք մինչեւ 2025 թվական։ Չափերը հետեւյալն են՝ 600,000 դրամ ձվաբջիջի փոխհատուցում եւ առավելագույնը 5.5 միլիոն փոխհատուցում էր փոխնակմոր ծառայություններից օգտվող ծնողի համար։ Շատ լավ, այսինքն աջակցության չափերը միանգամից անդրադառնանք հենց չափերին։ Վերջին փոփոխություններով ավելացել է աջակցության չափը։ Այո, վերջին փոփոխություններով ավելացել է փոխնակմոր ծառայություններից օգտվելու չափը, հաշվի առնելով համապատասխան շահառուների այն դիմումները կամ այն արձագանքները, որ եկավ մեզ հասավ կառավարությունից էլ առաջարկեցին վերանայել, վերաբերվում էր չափերին։ Դեռևս 2022 թվականին որոշում էր կայացվել փոխնակմոր ծառայության առավելագույն չափը պետության կողմից փոխհատուցող 5.5 միլիոն է։ Տարիների ընթացքում մենք գիտենք ինչ որ բաներ թանկանում է, էժանում է, բայց այս ծրագրի ծառայության մատուցումը փոխնակների մասով դա միշտ եղել է շատ ավելի թանկ, քան 5.5 միլիոններ եւ կառավարությունը որոշում կայացրեց հիմա փոխնակների համար այս համապատասխան իրավական ակտը ընդունվելուց հետո, եթե կկնքվեն պայմանագրեր, չափը ավելացրեց 2.5 միլիոնով, այսինքն հասցնելով 8 միլիոն դրամ։ Եթե մեր շահառուն հիմա պայմանագիրը կնքում փոխնակմոր հետ, այսինքն փոխնակմային էլ հղի է եւ սոցիալնախարարություն ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, պայմանագրի մեջ եթե նշված լինի մինչև 8 միլիոն դրամ, կառավարությունը փոխհատուցելու է։ Իսկ բնականաբար, եթե այնտեղ նշված է շատ ավելի շատ գումար, մենք փոխհատուցում ենք ոնց որ սահմանված է կարգով առավելագույնը 8 միլիոն դրամ է։ Շատ լավ, աջակցության փոփոխությունը չափի վերաբերել է միայն հիմնական փոփոխությունը 8 միլիոնն է վերաբերվել, այո։ Շատ լավ։ Երբ խոսում ենք, նշեցիք նաև, որ պիտի պայմանագիր լինի, այդ ընթացակարգը կխնդրեմ ներկայացնեք, ում միջև է կնքվում։ Սոցիալնախարարությունը ծրագրի մեջ ներառված է որպես շահառուներին վճարող մարմին, այսինքն մենք հիմնականում շահառուների ընտրության, շահառուների ճանաչման վերաբերյալ որևէ գործառույթ չունենք։ Համապատասխան փաստաթղթերը, այսինքն զոհվածի ծնողը զոհվածի վերաբերյալ տեղեկատվությունը ունենալու պարագայում դիմում առողջապահության նախարարություն։ Դուք հիմա նշում եք քայլերի հերթականությունը, եթե ցանկություն ունեն, եթե ցանկություն ունեն, դիմում առողջապահության նախարարությանը, ընտրում է այն բժշկական կազմակերպությունը, որտեղ ինքը ցանկանում է, չգիտեմ, բուժվել կամ այն ընթացակարգերը անցնել, ինչը որ նախատեսված է, եւ համապատասխան ընթացակարգերը անցնելուց հետո, եթե ամեն ինչ նորմալ է եւ հասել է նրան, որ արդեն պետք է սկսվի նրան փոխհատուցել կամ ձվաբջիջի համար կամ օրինակ փոխնակմոր ծառայությունների համար ընտրությունը եղել է պայմանագիր նոտարական կարգով ներկայացնում սոցիալնախարարություն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը բնականաբար նոտարի պայմանագիրը եւ նախարարությունը համապատասխան 1-2 ճշտում անելուց հետո սկսում է ամենամսյա վճարումները, ինչը որ նախատեսված է կառավարության որոշմամբ։ Այսինքն այս ծրագրի կարելի է բաժանել երկու մասի։ Առաջինը առողջապահական ոլորտ, որտեղ որ անցնում է ինքը
համապատասխան բուժումներ, ուսումնասիրություններ եւ այլը, նոտարի հետ կնքում է պայմանագիր, իհարկե փոխնակի ընտրությունից հետո, եւ ամենավերջում երկրորդ մասը, որը արդեն իսկ ամբողջությամբ արված է, ներկայացնում է սոցիալ նախարարություն։ Սոցիալ նախարարություն ներկայացնում է համապատասխան աջակցությունը ստանալու համար, կամ միանվագ ոնց որ 600,000-ի համար, կամ փոխնակի համար, կամ ըստ ամսական, կամ ծնվելուց հետո միանգամից ամբողջ գումարը։ Շատ լավ, պարոն Մարկարյան, այսինքն եթե քաղաքացին ընտանիքը ցանկություն ունի օգտվել աջակցության ծրագրից, ուղղորդում ենք դիմել առողջապահության նախարարությանը։ Առաջինը սկսում է առողջապահության նախարարությունը եւ բժշկական համապատասխան կազմակերպություն։ Ահա, կա ԲԿ-ների սահմանափակում։ ԲԿ-ների սահմանափակում չկա, իհարկե, այս բային մենք ունենք մի քանի ԲԿ-ի հետ կնքած պայմանագրեր, որ իրանց տված տեղեկատվությունները փոխհատուցում են, բայց ցանկացած ԲԿ, որը ցանկություն կհայտնի եւ մեզ կներկայացնի համապատասխան տեղեկատվություն, ասենք ինչ որ մեկի վերաբերյալ, որ ինքը արել է առողջապահության նախարարության համապատասխան ուղեգրի հիման վրա, մենք հետո պայմանագիր կնքենք, որևէ խնդիր սահմանափակում չունենք։ Շատ լավ։ Աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը, ինչպես նշեցիք, միանում է արդեն ֆինանսավորելու փուլից։ Երբ նշեցիք, որ ձվաբջջի համար դոնորական տրամադրում ենք միանվագ, իսկ փոխնակ գումարը փոխանցվում է ամսական, թե դա պայմանավորված է պայմանագրով։ Փոխանցում ենք պայմանագրով է նախատեսված, բայց նաև պայմանագրից բացի կառավարության որոշմամբ հստակ սահմանված է, երբ որ քաղաքացին կբերի համապատասխան տեղեկատվությունը, որ արդեն իսկ նա պայմանագրի կնքման արդյունքում ներկայացնում է նաև բժշկական կազմակերպությունից կանանց կոնսուլտացիայից, այսպես ասած, իր հղայության մասին տեղեկատվություն սահմանված է, որ ոչ ավելի քան 150,000 դրամ ամսական մենք պարտավոր ենք փոխհատուցել, եթե պայմանագրում էլ դա նախատեսված է, մինչև երեխայի ծնունդը։ Երեխայի ծնունդից հետո այն տարբերությունը ամբողջությամբ, ասենք, նախկինում 5.5 միլիոնի, իսկ եթե կլինի հաջորդ, այսինքն որոշում ընդունվելուց հետո 8 միլիոնի, տարբերությունը տրամադրվում է երեխան ծնվելուց հետո, տրամադրվում է միանվագ։ Շատ լավ, պարոն Մարկարյան, ինչ ունենք ծրագրով նախատեսած, եթե առաջին փորձը հաջող չի լինում, երկու դեպքում է։ Նախկինում երկու դեպքում էլ եւ ձվաբջջի տրամադրումը եւ փոխնակի ծառայությունից օգտվելու համար նախատեսված էր մեկական փորձ, սակայն 24 թվականից այն դարձավ երկու փորձ ձվաբջջի համար, իսկ դեկտեմբերին նաեւ 24 թվականի դեկտեմբերին նաեւ որոշում ընդունվեց, այն զոհված զինծառայողի ծնողները, որոնք արդեն իսկ ունեցել են մեկ երեխա եւ ցանկություն ունեն երկրորդ ունենալու, նրանք եւս կարող են դիմել իրավական ակտը ընդունելուց հետո եւս կարող են դիմել նորից նույն ընթացակարգերով առողջապահության նախարարությունից համապատասխան տեղեկատվություն, հրամաններ եւ այլ ներկայացնելուց հետո սոցիալ նախարարությանը եւ երկրորդ անգամ օգտվել։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ օգտվողների թիվը երկրորդ անգամ արդեն իսկ շատ է, մինչև 24 թիվը 30 շուրջ 30 շահառուների երկրորդ անգամ ենք ֆինանսավորել, 25 թվականին 4 հոգու ենք, 4 շահառու ենք արդեն երկրորդ անգամ ֆինանսավորել, իսկ փոխնակի վերաբերյալ դեռևս որևէ նոր բան չունենք, որովհետև բայց կա կարիք, կա անհրաժեշտություն։ Անհրաժեշտությունը իհարկե եղել է, դրա հետևանքով այդ իրավական ակտը ընդունվել, բայց այս պահին դեռևս չկա որևէ շահառու, որ որոշումը ընդունվելուց հետո, երբ որ ուժի մեջ է մտել, նա ցանկանում է ունենալ կամ Ես ուզում եմ տեղեկացնել, որ մենք Հայաստանի Հանրապետություն փոխնակ մայր գտնելը մի փոքր Իրանից բարդություն է ներկայացնում, բայց ամեն դեպքում ցանկացողներ կան, մենք դրա համար իրավական ակտը փոխեցինք, դարձրեցինք երկու անգամ կարող է օգտվել ու սպասում ենք օգտվել։ Շատ լավ, ունենք այլ փոփոխություններ, որոնք առաջիկայում նախատեսվում են կան քննարկումներ։ Առաջիկայում դեռ ոչ որևէ այլ բան բովանդակային փոփոխություն, որը Իրանից ենթադրում է, որ ինչ որ կարևոր բան է, որ պետք է շահառուները իմանան, դեռևս չկա։ Շատ լավ, պարոն Մարկարյան, եւ սկզբում, երբ ծրագիրը նոր էր մեկնարկել, կարծում եմ քիչ ավելի թերահավատ մոտեցում, որ կլինեն քաղաքացիներ, ընտանիքներ, ովքեր կդիմեն, ինչ պատկեր ունենք վիճակագրական։ Ուրեմն վիճակագրական պատկերը հետեւյալն է, մենք 2022 թվականից սկսել ենք համապատասխան ծրագրում ֆինանսավորումը։ Այս պահի դրությամբ ես կարող եմ տեղեկացնել, որ 22-24 թվականներին մենք վճարել ենք շուրջ 232 միլիոն դրամ։ Ձվաբջջի ծրագրից, որպես ձվաբջջի ծրագրից օգտվել են 204 շահառու, իսկ մենք փոխնակ մայրերին, այսպես ասած, 20 փոխնակ մայրի, то есть 20 զոհվածի ծնողի ֆինանսավորել ենք ամբողջությամբ, այսինքն իվալիկները ծնվել են, իսկ 9-ին մասնակի ենք ֆինանսավորել, որովհետև դեռևս գտնվել են հղիության փուլում 2025 թվականին արդեն իսկ 25 թվականին մենք 12
2 շահառուի օգնել ենք ֆինանսավորել ենք ձվաբյուջից օգտվելու գումարի համար, իսկ երեխաներ ծնվել են 2025-ին այս 4 ամիսների ընթացքում 8 երեխա է ծնվել։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ծրագրի մեկնարկից մինչև հիմա մենք ունենք 28 ծնված երեխա, բայց մենք ունենք եւս դիմումներ այս պահին, որ դիմում են գրել, դեռևս փաստաթղթային հստակեցումն է անցնում, անցնելուց հետո հուսով եմ նրանք էլ կընդգրկվեն։ Ու տեղեկացնեմ, որ մինչև այժմ շուրջ 280 միլիոն ֆինանսավորում է արել այս ծրագրի շրջանակներում։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Մարգարյան։ Իսկ մենք այդքանն ենք նախատեսել այսօրվա համար, կհանդիպենք հաջողություն։